Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Փաշինյանը հենց ինքն է որ կա, ինձ թվում այդ ատելության խոսքը, հայոյանքը հենց Փաշինյանի հետ են մտել քաղաքական դաշտ, հենց նրա հեղինակային իրավունքն են նրանք։ Այդ ցինիզմը, ատելության խոսքը, թշնամանք հրարելու։ Տեսեք, հանգիստ քարոզարշավ էր սկսվել։ 3-4 օր առանցքային քաղաքական ուժերը պտտվում էին տարբեր համայնքներում, քաղաքներում, մարզերում, ներկայացնում էին իրենց մոտեցումները, ընդ որում ընդդիմադիր որևէ լուրջ սեգմենտ առաջինը չի նախաձեռնել այդ ատելության քարոզությունը, անձնական թիրախավորումը, մրցակցին ոչնչացնելու մոլուսկով չենք տառապել, հակառակ օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անձամբ պարոն Ծառուկյանի շուրթերով քարոզարշավի մեկնարկի օրը հայտարարեց, որ մենք ցիվիլ, քաղաքակիրթ, ծրագրային, այո, չթիրախավորող այլ անձանց, այլ սուբյեկտների քարոզարշավի կողմնակից ենք, բայց տեղի ունեցավ այն, ինչի մասին ասեցիք, էլի առաջինը Նիկոլ Փաշինյանը ուրեմն սկսեց այն, ինչը բնորոշ է հենց Նիկոլ Փաշինյանին։ Այդ մարդը դիմություն կլինի, իշխանություն կլինի, տարբեր իրավիճակներում կլինի, մեկը մարդու բնույթը չի փոխվում։ Ուզում եմ հիշեցնել մեր հեռուստադիտողին, որ սրանից 1-2 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը մի օր ազգային ժողովի ամբիոնից անոնսավորեց, որ ԿՊ-ն էթիկայի կանոնակարգ գիրք է ընդունել, եւ նա բացատրում էր դա մոտալուտ ընտրական կամպանիայով, ասում էր, որ միմյանց նկատմամբ տոլերանտ պիտի լինենք, հարգալից պիտի լինենք, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքները պահենք, մի խոսքով խոսում էր համարյա երևակայելի դեմոկրատական մի պրոցեսի անոնսի մասին, որի իշխանությունը ընդհանրապես բնորոշ չի։ Այո։ Ուրեմն անցել է ընդամենը 1 ամիս, Նիկոլ Փաշինյանը հենց երեկ բացահայտորեն խախտեց իր իսկ կողմից անոնսավորված կանոնակարգը, գիտեք, ես նույնիսկ ծիծաղելի չի, հերթական անգամ ապացուցվեց, որ Նիկոլ Փաշինյանն ու հետևողականություն բառերը ընդհանրապես հակօգնյա հասկացություններ են։ Ինչ էր նա անում, նա բացահայտ սպառնալիք երեկ հնչեցրեց Գագիկ Ծառուկյանի հասցեին, այսինքն որևէ մեկը ով քննադատում է Նիկոլ Փաշինյանին, թեկուզ քաղաքակիրթ կամ հավակնում է հայտ ներկայացնել, կամ հավակնում է ազդեցիկ լինել, միանգամից արժանանում է բացահայտ սպառնալիքին Նիկոլ Փաշինյանի։ Բայց ավելի սարսափելի բան է երեկ տեղի ունեցել։ Երեկ անմիջապես այդ սպառնալիքից հետո դատախազությունը տարածում է հաղորդագրություն, որ դիմել են Բելարուսի իրավապահ մարմիններին, Նվեր Ծառուկյանին, Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու հայցով։ Տեսեք, սա արդեն դեմոկրատիայի ընդհանրապես ժամանակակից պետության բոլոր սկզբունքների խախտում է։ Պետության ղեկավարը հնչեցնում է սպառնալիք, այդ սպառնալիքը անմիջապես դառնում է իրավապահ մարմինների պատժիչ գործիքակազմ, Հրահանգուղիղ։ Իհարկե, քաղաքական պատվերի դրսևորում է։ Այսինքն պետական ինստիտուտները այն կարգի են արժեզրկվում, որ դառնում են Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքական հաշվեհարների գործիքը։ Բայց եկեք համաձայնվեք, որ անցած տարիների ընթացքում սա ոչ առաջին դեպքն է, ոչ Իհարկե, սա առաջին դեպքը չի։ Եվ մշտապես քանի որ դա անցել է, ժամանակ հիմա դիտորդներ էլ կան, իրանք էլ դիտորդներին դեմոկրատիայի մասին հեքիաթներ են պատմում, ընդամենը 10 օր առաջ հիշում եք, բոլորը ֆուլ եվրոպացի էին դարել, եվրոպական արժեքներ, սա բացահայտում է այս մարդկանց իրական արժե համակարգը։ Ընդհանրապես քաղաքական որևէ գործիչ, եթե առաջնորդվում է իր մրցակցին ոչնչացնելու հիվանդագին մոլուսկով, կարշահոտ բերանը բացելով, սա ոչ միայն դեմոկրատիայի ոչնչացում է, սա շատ ավելի լուրջ հետևանքներ կարող է ունենալ քաղաքական մշակույթի համար, հասարակական տրամադրությունների ձևավորման համար։